Հարգելի հետևորդներ, ինչպես արդեն տեղեկացրել ենք, մայիսի 13-ին քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նախընտրական քարոզարշավն իրականացրեց Արագածոտնի մարզում։ Այցի ընթացքում եղան նաև չնախատեսված կանգառներ։ Ժողովուրդը հավաքվում էր ճամփեզրերին եւ ցանկանում էին ողջունել վարչապետին, լուսանկարվել նրա հետ։ Չնախատեսված կանգառներ եղան նաև Շիրակի մարզում, իսկ վերջում նախընտրական հանդիպումը ամփոփվեց աշտարակի հրապարակում հանրահավաքով։ Ներկայացնեք վերջին շրջանում ձեր համայնքում իրականացված աշխատանքները, որոնք ձեզ համար տեսանելի են։ Աղջիկ ջան, ինչ ասեմ, շատ բաներ։ Նշեք ոլորտային։ Այսինքն ճանապարհներ, վերանորոգումներ, այնքան բաներ ա եղել, էլ թոշակ, էլ հիվանդանոց։ Ես պաշտում եմ Նիկոլին։ Կարող ենք չէ ասել, որ զարգացումը ակնհայտ է։ Էլ ոնց, այնեսա հրաչք ա որ եկել ա։ Նիկոլը մեր հրաչքն ա, այն ճիշտ այն սխալ չէ որ մարդիկ երբեմն ասում են որ շուտով քանի տարիներ հետո Նիկոլի արձանը կանգնացնելու են Հայաստանի Հանրապետություն։ Միգուցե մենք չտեսնենք տարիքով ենք, բայց կլինի դա, կլինի։ Այսքան փոփոխություն։ Մանկավարժների ժամանակ ինչ էր ստանում, թոշակի ինչ էր աղջիկ ջան 3000 դրամով թոշակ էին տալի։ Այդ Ջեդինը մտնիկը Ռոբերտ Քոչարյանն են, այն Սամվել Կարապետյանն են զիբիլա որ եկել աստեղ արեք ուզնա եղանակ փոքրիներն կովին մի քանի հատ դեռ խուժան իրանք շտաբը մտապած է։ Այդ տպավորությունն է, որ իրենք կարծում են, որ ժողովուրդը կարճ հիշողություն ունի եւ չի հիշում։ Այս նույն Ռոբերտ Քոչարյանի տարին։ Իմ ամուսինը մարտի 1-ին այնտեղ չի եղել, 5 սուտկա տարամսացել է, Սաղեմ Քոչարյանի անձից ինչ Այդ մարդիկ խոսում են բռնաճնշումներից, հետապնդումներից, բռնաճնշում մարդիկ այնքան սիրով են ընդունում մարդկանց, որ ուզում ես գնա, լրիվ փոխվել է։ Իրանք ինչ բռնաճնշում եք իրան ջրամալ։ Իրանց են բռնաճնշում, մոլոդեց իրանք որ իրանց հիշողությունը այդքան է։ Ջայլել կան մեջներին իմիջայլոտ, բայց ես զարմանում եմ, որ դրանք հիշողության կորուստում են։ Դրանք ով են, ռադերը քաշեն են դա տկեն դրանց վրին սաղը։ Ես չեմ մոռացել մարտի 1-ը։ Ամուսինս ընկավներս ասեց, «Վաթիկ ինչ լավ էր չէի գնացել»։ Ասի ինչ էլ է, ասեց սաղին կոտորել են, հələ բամյա հերոստատուցը միացրու, հələ տես ինչ է կատարում Երևանում։ Մարդիկ թափած, մեքենաները այրված, այդ հիշողությունից կգնա։ Փորձում է սարփի կերպարով ներկայացնել։ Դե հեմիկ սուրբ են, բայց այրմենը չգիտի ասել, ես երգել ասում եմ, ես տերտերի տղա եմ, այսիշ տեղում էլ խանեմ, արե, ինչ եմ արի, կնքվել եմ, նորամոտ, գետին եմ, դես ռադիկաշի կնա։ Շատ ասվալտներ է արված, դպրոցները նոր կառուցված, մանկապարտեզներ, մի խոսքով ամեն ինչ գնում է իր հունով, իմ կարծիքով ամեն ինչ լավ կլինի։ Գոհեք կառավարության Իհարկե գոհենք։ Դպրոցաշինություն, մանկապարտեզների նորոգում կամ նորի կառուցում, ասֆալտապատում, Հյուսիս հարավի, որ 19 թվականին դեռ պետք է ավարտվեր, որ մտել էր փակուղի, բայց ավարտվեց, մեր հատվածը միջև Թալին, շատ ուրախ ենք, երթևեկում ենք դրանով։ Այսինքն զարգացումը տեսանելի է ձեր։ Այո։ Բացի դրանից, այդ նոր ծրագիրը 65+, որ բոլոր թոշակառուները օգտվում են այդ ծրագրից, եւ դեղորայքի գծով, եւ բուժման գծով, շատ ողջունելի է։ Գոհեք կառավարության աշխատանքով։ Այո։ Խնդրեմ ներկայացնեք վերջին շրջանում ձեր համայնքում իրականացված աշխատանքները, որոնք տեսանելի են ձեզ։ Որպես համայնքի բնակիչ չի կարելի չնշել, որ աշտարակ համայնքում, խոշորացված համայնքում շատ աշխատանքներ են կատարում բարեկարգման, կոմունալ ենթակառուցվածքների, ճանապարհների, մի խոսքով աշխատանքներ շատ են կատարում, որոնք իրոք եւ գնահատելի են եւ ողջունելի են։ Մենք իրոք գոհ ենք մեր համայնքի ղեկավարության աշխատանքից։ Այսինքն կարող ենք չի ասել, որ զարգացումը այս համայնքում ակնհայտ է։ Միանշանակ։ Ձեր համայնքում իրականացված աշխատանքները, որոնք ձեզ համար տեսանելի են։ Այդքանը թվարկել կլինի, որ այդքան լավ բաներ են։ Ամենակարևորը որ խաղաղությունը կա, ամենակարևորը։ Մենք կդու պարտավոր ենք պահպանենք բոլորս։ Այդ մեկ։ Երկրորդը։ Այս մեր առողջապահության կարևոր որ ապահովագրությունը որ 30 տարի այս ժողովուրդը չէին կարող բուժվեին
անհնար էր խեղ ժողովուրդը որը գումար չուներ հնարավորությունները բարձ է թե ինչ են արել ժողովրդի գլխի ես դրսում եմ ապրի իհարկե բայց ամեն ինչին հետևեր եմ 2008 թվականից հետևեր եմ թե ինչ է կատարվել մեր նախարարության բանակի հարցերը որ այսօր շատ հզոր հարկ ասու թող ինքնապաշտպանական լինի բայց ունենք շուտով կտեսնենք մայիսի 28-ին այդ 3 թոշակների մասին հարկ ասու էլի ինչ ասեմ այնքան լավ բան կա չգիտեմ Այսինքն կարող ենք ասել համայնքում զարգացումը ակնհայտ է։ Իհարկե, այս փողոցները, այս լուսավորությունը, այս դպրոցները, այս մանկապարտեզները Ինչքան ժամանակ չեր եղել այս բարեկարգումը։ Չենք էլ հիշում թե ինչքան ժամանակ, չենք հիշում։ Օրինակ մեր մանկապարտեզը մնացել էր պատերը, ես իմ թորնիկին տանում էի կողքի գյուղը։ Առավոտ, իրիկուն, ամեն օր դրանք ակնհայտ են բոլորի համար։ Գոհ է կառավարության աշխատանքը։ Հիմա այս մանկապարտեզ ունենք, իսկ կարող է Եվրոպայում էլ չմիտնես մանկապարտեզ։ Դպրոցը հիմա 3 եմ եղել դպրոցում։ Ընկերոջս հետ գնացել ենք։ Արտակարգ դպրոց ալնելու ամեն ինչով բացմաննել մեր սիրելի վարչապետին հրավիրում ենք մեր իր անձնակազմով բոլորին հրավիրում ենք ձեզ էլ հետը եկեք լուսաբանեք տեսեք ցույց տվեք մեր դպրոցը մեր մանկապարտեզը մեր ուշին բայց հունիսի 7-ին դեմփոցը հանելու ենք դեմփոցը Կխնդրեմ ներկայացնեք վերջին տարիներին ձեր համայնքում տեսանելի աշխատանքները։ Այս հավատանում մեր համայնքում մեր վերջի հեղափոխությունից հետո ամենակարևորը որ նախ մանկապարտեզը վերանորոգեցին։ Մեր երեխեքին մանկապարտեզը մեծ նշանակություն ունի, չգիտեմ ես կարող է լավ չասեմ, չբացատրեմ, բայց մեր համար ամեն ինչ արվել է, մեր համայնքի, մեր գյուղի համար, բարելավել են, լույս դրան, հիմա էլ ասենք բժշկությունը, Առողջապահության ապահովագրության մասին։ թոշակառուներին հասանելի ասել, դեղորայքները, ամեն ինչ։ Կառավարության աշխատանքից գոհ եք։ Շատ գոհ եմ, շատ։ Վերին աշճանի, բաց իրանցից ուրիշ ոչ մեկը չի կարա մեր երկիրը պետությունը պահի սենց խաղա վարգավաճով, հալալ է իրանց։ Ամեն ինչ բարեփոխված, շատ հաճելի է, աչքին տեսանելի, շոշափելի։ Մենք շատ գոհ ենք աշտարակի ներկայիս իրավիճակից, շատ։ Կառավարության աշխատանքից գոհ եք։ Իհարկե, շատ գոհ ենք։ Ամեն ինչ արվել է ժողովրդի բարեկեցության համար, բարօրության համար։ Չգիտեմ, չեմ կարող ամեն ինչը շեշտել, բայց շատ գոհ ենք։ Կարող ենք ասել զարգացումը այստեղ ակնհայտ է։ Անպայման ակնհայտ զարգացումները կան, որ ոչ մի բան հաշվի չառնենք ներկայիս ուսանողության, երեխաների սովորելու, մանկապարտեզի, ամեն ինչը բարելավված է, ամեն ինչը։ Ամբողջ գյուղերը լուսավորված ու ցեխից դուրս են եկել։ Գյուղացին այսօր տեսնում է իրականում այն ինչը որ տեսնում է քաղաքացին։ Դրանից ավելի ինչ տեսնում։ Ամբողջը վերանորոգված է։ Ինչքան ժամանակ չեր եղել նորմալ ասֆալտապատում, լուսավորից Սովետից այս կողմ։ Սովետի քանդվելուց այս կողմը ոչ մի բան չէր արել։ Բացարձակ։ Իսկ հիմա ամեն ինչ նորմալ է։ Դպրոցը վերանորոգման փուլում է, լուսավորությունը մասամբ կատարված է, երևի կշարունակվի նորից։ Կառավարության աշխատանքից Գոհ ենք։ Խնդրեմ ներկայացնեք վերջին տարիներին ձեր համայնքում կատարված աշխատանքները, որոնք ձեզ համար տեսանելի են։ Շատ նորմալ։ Ասֆալտապատում են, հիմա նորից էլի շարժում են, որ նորից էլի ասֆալտապատում։ Էլ ինչ աշխատանքներ։ Ամեն ինչ։ Հա։ Դե այտենց չեմ կարող։ Կառավարության աշխատանքից գոհ եք։ Այո։ Կխնդրեմ գնաք նայեք նկարեք թե ամեն ինչ դպրոց ինքան փոփոխություն կա որն ասեմ դպրոցներ մանկապարտեզներ աշխ փողոցներ մարդկանց վիճակը շատ առանց չափազանցնելու Զարգացումը ակնհայտ է։ այն էլ չափ չկա ազնվությամբ աշտարակում այս մեր մարզում չկա դες ընտիր վիճակը
Խնդրեմ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։